Այս շաբաթ խորհրդարանը շարունակեց 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները։ Ընտրվեց ազգային ժողովի նախագահի 3-րդ տեղակալը։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար Ուժեղ Հայաստան խմբակցությունն առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Նրա ընտրության համար քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ապահովեց ձայների անհրաժեշտ քանակը, այսպիսով ազգային ժողովի 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 53-ը։ Ընդդիմության թեկնածուն 53 կողմ ձայնով ընտրվեց ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման նպատակով ազգային ժողովում նախատեսվում է ձևավորել ժամանակավոր հանձնաժողով, նախաձեռնությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցությանն է։ Հանձնաժողովի կազմի քաղաքական համամասնությունը հետևյալն է՝ 5 անդամի կնշանակի խորհրդարանում իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, 3 անդամի Ուժեղ Հայաստանը, 2 ներկայացուցիչ էլ կունենա Հայաստան խմբակցությունը։ Առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի առաջին նախագահի նշանակելու իրավունքը վերապահել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, իսկ հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի նշանակելու իրավունքը ազգային ժողովի Ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Առաջարկվում է առաջին 6-րդ ամսվա ավարտից հետո էթիկայի հանձնաժողովի նախագահի նշանակելու իրավունքը վերապահել ազգային ժողովի Ուժեղ Հայաստան խմբակցությանը, իսկ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի նշանակելու իրավունքը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Երկրորդ 6-րդ ամսվա ավարտից հետո էթիկայի հանձնաժողովի նախագահին ու փոխնախագահին նշանակելու իրավունքը կշարունակվի ռոտացիոն կարգով։ Նախաձեռնությամբ ակնկալվում է ձևավորել պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննության արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու խորհրդարանական հարթակ, նպաստելով պատգամավորների վարքագծի միասնական չափանիշների պահպանման եւ ըստ այդմ բարձրացնելով ազգային ժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահությունը։ Հասարակությունը պետք է մասնակցություն ունենա պատգամավորների էթիկային առնչվող հարցերի քննարկմանը, այս առումով խորհրդարանում ընդհանուր դիրքորոշում կա, իսկ հանձնաժողովի թե գործունեության ոլորտը, թե կազմը կընդլայնվեն հնդածս։ Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկելու այս որոշմանը եւ լիահույս է, որ պատգամավորական էթիկայի կանոնները կպահպանվեն թե ձևով եւ թե բովանդակությամբ։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը տվյալ որոշմանը կողմ է քվեարկելու։ Շնորհակալություն։ Քվեարկության արդյունքում ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունվեց միաձայն 93 կողմ ձայնով։